Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված շոտոկան կարատեի 17-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 16 մարզիկներով, որոնց թվում հաղթական մրցելույթներով հանդես են եկել մարզիկներ Աբովյանից։ Օրերս համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն ընդունել է աշխարհի առաջնությանը մասնակցած աբովյանցի կարատեիստներին, որոնք վերադարձել են բարձր մրցանակային ցուցանիշներով։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Անդրեյ Փիլիպոսյանը, Գոր Սարգսյանը և Ալբերտ Թևատրոսյանը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին վետերանների առաջնությունից հաղթանակով և մրցանակային տեղերով վերադառնալու համար, կարևորել նրանց ձեռքբերումները շուրջ 30 տարվա փորձառությունը և տարիների նվիրված մարզչական գործունեությունը շոտոկան կարատեում։ Հանդիպմանը մարզիկները ներկայացրել են մանրամասներ մրցաշարից, մարզական կարիերայում գրանցած հաղթանակներից, խոսել հունիսին Ռումինիայում կայանալիք World Union 15-րդ բաց առաջնությունից, ապա շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին ոլորտի նկատմամբ ուշադրության, սպորտի զարգացումը խթանելու և աջակցելու պատրաստակամության համար։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել է Կանաչ պետություն ընկերություն։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների միջոցով կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ Դանիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, ապագա կայուն զարգացման տեսլականին, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։ Լինելով Դանիայի կառավարության և երկրի 3 արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում առաջատար բիզնես միությունների միջև գործընկերության հաջողակ ընկերությունը միավորում է պետական ու մասնավոր հատվածները, ավելի քան 600 պետական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, ակադեմիական հաստատությունների, փորձագետների և հետազոտողների ներգրավմամբ։ Ի թիվս այլ ուղղությունների, որպես կանաչ տնտեսության զարգացման կարևոր գրավական, ընկերությունն ուշադրություն է դարձնում նաև կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի։ Ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ։ Նոյեմբերի 4-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթիե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Նպատակը համագործակցության հնարավոր ուղիների հստակեցումն էր Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի ծրագրի շրջանակում։ Փոխնախարարը կարևորելով անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարումը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում ընդգծել է ներքին գործերի նախարարության և կենտրոնի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտին առնչվող հիմնական ուղղությունները ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում, ստորաբաժանումների գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, մատնանշելով համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, մասնավորապես անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի, մաքսանենգության, ինչպես նաև կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։ Կարևորվել է նաև կրթական բաղադրիչի դերը, մասնավորապես վերապատրաստումների, դասընթացների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը որպես արդյունավետ գործընկերության և մասնագիտական կարողությունների ամրապնդման միջոց։ Շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար Անթիե Ֆրիցը նշել է, որ անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնը երկար տարիներ աջակցում է Հայաստանի Հանրապետությանը անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում։ Նա ներկայացրել է միջազգային լավագույն փորձի մի շարք օրինակներ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես անվտանգության, միգրացիայի, մաքսանենգության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մանրամասն ուսումնասիրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և մշակել համատեղ հայեցակարգային առաջարկ համագործակցության հստակ ուղղությունները սահմանելու նպատակով։ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Բունդեստագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ դեսպան Ենգիբարյանը Մեքի Կարաահմեդօղլուին շնորհավորել է Գերմանիա Հարավային Կովկաս բարեկամական խմբում ներգրավելու կապակցությամբ։ Զրուցել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման, ինչպես նաև Հայաստան-Գերմանիա գործընկերության թեմաներով, նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Դեսպանության փոխանցմամբ հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ խաղաղությունը և բաց սահմանները բխում են թե Հայաստանի, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի շահերից ու տարածաշրջանի զարգացման և բարեկեցության համար այլընտրանք չկա։
այժմ կամավոր, իսկ 2026 թվականից արդեն աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու դեպքում գործատուների եւ աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրեր։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը։ Էլեկտրոնային հարտակը ներդնելուց էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կառավարվելու է բոլոր աշխատանքային պայմանագրերը, վարձու աշխատողները հնարավորություն կունենան ճշտել արդյոք իրենց աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ արդյոք օրինականացված է ամբողջությամբ կամ գրանցման հայտ հարկային մարմին ներկայացված է, թե չէ։ Սա աշխատանքային պայմանագրերի համակարգն է, գլխավոր էջը, որտեղ երևում են այն փաստաթղթերը, որոնք ստեղծվում են գործատուի կողմից։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախ եւ առաջ գործատուն համակարգի առցանց լիազորի անձնական գրասենյակից պետք է համապատասխան լիազորություններ տա այն անձանց, որոնք էլեկտրոնային փաստաթղթերը ստեղծելու, խմբագրելու եւ ստորագրելու իրավասություն ունեն։ Ընդ որում համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Գործատուների համար տվյալ համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային պայմանագրեր, նաեւ աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամաններ եւ նաեւ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր ու վերջում դրանք ստորագրել նաեւ։ Համակարգում նախատեսված են պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում համակարգը ինքնաշխատ հուշում է սխալի մասին։ Բացի այդ, համակարգը հնարավորություն է տալիս արագ եւ հեշտ գտնել ցանկացած փաստաթուղթ։ Աշխատանքային պայմանագրի ցանկացած փոփոխություն այստեղ տեսանելի է, այդ թվում աշխատողին հատկացվող արձակուրդի, վարձատրության, փոփոխության մասին եւ այլն։ Եթե տվյալ աշխատանքային պայմանագիրը ունի նաեւ հավելված, նշում կատարվի, որ արկա է հավելված եւ այն պայմանները, որոնք կարգավորվելու են հավելվածով։ Թվային համակարգը աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով է նաեւ ներդրվել։ Հենց այս հարթակի միջոցով յուրաքանչյուր աշխատող կարող է համոզվել իր աշխատանքի օրինականության մեջ։ Աշխատանքային պայմանագրով սահմանված իրավունքների շրջանակներում վարձու աշխատողը ամբողջությամբ ապահովագրված է, երաշխավորված է իր աշխատանքը եւ հետեւաբար նաեւ գործատուն հնարավորություն չի ունենում իր կամքով առանց համապատասխան հիմքերի աշխատողին ազատել աշխատանքից։ Օրինակ, եթե աշխատողը համաձայն չի եղել աշխատանքային պայմանագրի պայմանների հետ, այստեղ երևում է, որ կարգավիճակը անվավեր է աշխատանքային պայմանագրի։ Իսկ եթե համաձայն է ստորագրված աշխատողի կողմից կարգավիճակի դեպքում արդեն աշխատակիցը համարվում է տվյալ գործատուի աշխատող։ Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, մուտք գործելով նոր ստեղծված աշխատանքային պայմանագրեր բաժինը։ Հարտակից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Աշխատանքային պայմանագիրը կամ մնացած էլեկտրոնային փաստաթղթերը սկզբից ստորագրվում են գործատուի կողմից, այնուհետև ծանուցում է ուղարկվում աշխատողին, որ գործատուն ստորագրել է ձեր մասով էլեկտրոնային փաստաթուղթ ու պետք է համաձայնության դեպքում ստորագրել։ Այսինքն տվյալ էլեկտրոնային փաստաթղթերը ուժի մեջ են մտնում այն դեպքում, երբ որ աշխատողի կողմից ստորագրվում են։ Եթե նոր ընդունվող քաղաքացիների հետ գործատուն աշխատանքային պայմանագիրը հաջորդ տարվանից է կնքելու էլեկտրոնային եղանակով, ապա այն աշխատակիցների համար, որոնց պայմանագրերը դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն 12 ամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ։ Աշխատողներն էլ պարզապես պետք է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 11-ից 12-ին համաձայն, որի բացահայտվել է 117 հանցագործության դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Նոյեմբերի 11-ին ժամը 16:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում, կիսակառույց շինության ներսում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել 22:22-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր, շինությանը կից ծածկի մոտ 18 քառակուսի մետր մակերեսով փայտե կառուցատարերը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն եւ անասնագոմ։
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025-ի հոկտեմբերին Հայաստան այցելել է 212,891 զբոսաշրջիկ։ Նախորդող տարին նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 203,810։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից 41%, Վրաստանից 12% եւ Իրանից 8%։ Ներկայացված են նաև 2025 թվականի հունվար-հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ ուղղություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները, Հայաստանի սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները ըստ սեռի եւ տարիքի։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ցմինդալարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են հանրապետության մարզերում նոյեմբերի 13-ին 14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։